Շրջանագիծը վրա երկու կետ վերցրու ու իրար միացրու։ Պարզ է, որ սա շրջանագիծը բաժանում է երկու տարբեր մասի։ Եթե շրջանագծի վրա երրորդ կետ դնես ու գծերով միացնես նախորդ կետերին, հիմա արդեն շրջանագիծը բաժանվում է 4 առանձին մասի։ Չորրորդ կետն ավելացրու, միացրու բոլոր նախորդներին ու ելի հաշվիր, թե քանի մասի է բաժանվել շրջանագիծը։ Այս անգամ 8 ենք ստանում։ Երևի արդեն օրինաչափությունը նկատում ես։ Արի մի հատ էլ անենք։ 5-րդ կետն ավելացրու, միացրու բոլոր նախորդներին, հաշվիր մասերը, ու այս անգամ 16 է ստացվում։ Էլի երևի կռահում ես ինչը լինելու հաջորդիվ, բայց գրած կգայիր։ Դե լավ, եք փորձենք։ Ես կավելացնեմ 6-րդ կետը, կմիացնեմ այն բոլոր նախորդներին, ու այս անգամ եթե նստեմ ու խնամքով հաշվեմ բոլոր մասերը, դու էլ կարող ես պաուզա տալ ու ինքդ հաշվել։ Ես այստեղ ոչ մի հնարք չեմ անում։ Իրականում ստացվում է 31։ Զգուշ եղիր օրինաչափությունները առանց ապացույցի ճիշտ համարելուց։ Այս դեպքում շատ լավ պատճառ կա, թե ինչու է դա երկուսի աստիճանների նմանվում, մինչև որ 6-րդ քայլին հանկարծակի խախտվում է։ Սա մի քիչ երկար է կարճ բացատրության համար, բայց մինչև YouTube-ում ամբողջական տեսանյութը դիտելը շատ խորհուրդ կտայի, որ ինքդ փորձես գլուխ անել։